Այսօր պատմելու եմ կակտուսների մասին։ Կակտուսները համարվում են ամենահեշտ խնամվող բույսերից, սիրում են շատ լուսավոր տեղ, լավ է դնել արևոտ լուսամուտագոգին, ձմռանը նույնպես արևը շատ օգտակար է, հարկավոր է ջրել, երբ հողը միայն ամբողջությամբ չորանա, ամռանը 7-ից 10 օրը 1, ձմռանը 20-ից 30 օրը 1, երբեմն նույնիսկ ավելի քիչ, շատ ջրելու դեպքում արմատները փտում են, բույսին պետք է թեթև և ավազային հող, լավ է օգտագործել կակտուսների համար նախատեսված հող և թաղարի տակ ավելացնել դրենաժ, ջերմասեր բույս է, սակայն ձմռանը հարկավոր է պահել 10-ից 15 աստիճան ջերմաստիճանում, ինչը օգնում է բույսին ծաղկել, կարող եք պարտացնել ամռանը ամիսը 1 անգամ կակտուսների համար նախատեսված հատուկ պարտանյութով, քչերը գիտեն, որ կակտուսներից առաջանում են մրգեր, ամենահայտնին օպունցիան է, հաճախ նաև հայերեն անվանում են կակտուսի թուզ, կարմիր տեղին և կանաչ պտուղներ են, քաղցր և ուտելի, բայց պետք է զգուշանալ, միկրոբշեր ունի, հաջորդ տեսակը վիշապի միրգն է, dragon fruit, սպիտակ և կարմիր միջուկներով, այն վաճառվում է խանութներում, սա նույնպես կակտուսի տեսակ է, տանը պահվող փոքր դեկորատիվ կակտուսների մեծ մասը ուտելի պտուղներ չեն տալիս, եթե տալիս են միշտ պետք է համոզվել, թե տեսակն ինչ է։ Չմոռանաք բաժանորդագրվել, լինել ակտիվ մեկնաբանություններում և նյութով կիսվել ձեր ընկերների հետ։